Մենք վերադարձանք, քանի որ քիչ առաջ խոսում էինք առողջ եղիր եւ դարձիր միլիոնատեր այս գաղափարախոսության մասին, դե միլիոնատերին շատ այսպես հատուկ անդրադարձ ունեցանք, իսկ հիմա էլ ունենք հրաշալի առիթ, որպեսզի առողջ լինելուն կարողանանք մեծ անդրադարձ ունենանք, հատկապես որ պրոֆեսիոնալ գործընկեր ունենք, որի միջոցով էլ պետք է անդրադառնանք։ Բոլորիս սիրելի բժիշկ Վահե Տերմինասյանի հետ ենք հանդիպել, բարի լույս։ Բարի լույս։ Ողջույն։ Այո, բոլորիս, որովհետև հեռուստադիտողի իսկապես ամենասիրելի եւ ամենահավատ ներշնչող մասնագետներից մեկն եք, որին լսում եւ հավատում են մեր հեռուստադիտողները։ Չէ, այսօր պետք չի կարմիրել ամաչել, այսօր պետք է լավ դրական այսպես լիսկերով մենք լցվենք, հաշվի առնելով։ Մեկը մյուսին չխանգար։ Դա էլ իր երթին, բայց պետք է փորձենք հաճելիով կարմրացնենք կանանց, քանի որ այսօր մարտի 8-ն է։ Ես վստահ եմ, որ դուք նույնպես ունեք շնորհավորական խոսքեր։ Անպայման, Համեցեք։ որովհետև կանայք նաև իմ աշխատանքն են, որպես գինեկոլոգ կարող եմ ասել։ Չէ, բայց իրականում ես կարծում եմ, որ անկեղծ կանայք մեր էության սկիզբն են եւ որևէ տղամարդ չի կարող լինել երջանիկ, եթե իր կողքին չունի սիրող կին։ Եթե չունի սիրող մայր, եթե չունի սիրող աղջիկներ։ Եվ շրջապատված չի գեղեցիկ բնականաբար սեր ներկայացնելով նաև աշխատավայրում կամ բնականաբար։ Ես կարծում դա երջանկության այսպես բանաձևն է, երբ որ իսկապես քո կողքին կան սիրող կանայք, իսկ սիրող կինը պետք է լինի նախ եւ առաջ առողջ։ Եվ տղամարդն պետք է ամեն ինչ անի, որպեսզի նա լինի առողջ, երջանիկ եւ սիրված։ Եթե սիրող կինը լինի առողջ, ապա մենք էլ կլինենք առողջ, կյանքը կլինի։ Մենք գտանք առողջնելու բանաձևը սիրելիներս։ Այսքանը։ Չէ, բայց իրականում վերադառնալով մեր հաղորդմանը, ինչ նորություններով է հանդես գալու այս նոր եթերաշրջանում առողջ եղիր հաղորդաշարը։ Գիտեք, մենք ամեն եթերաշրջանի համար փորձում ենք նոր խորագրեր գտնել եւ հիմա չեմ ուզենա բացել, որովհետեւ կուզենամ որ հեռուստադիտող ինքը դա տեսնի։ Եվ մենք ուզում ենք ավելի ու ավելի հետաքրքիր դարձնել, ավելի տեսարժան դարձնել, ավելի բարի դարձնել։ Բարությունը կարծում եմ մեր հասարակությանը հիմա մի քիչ պակասող երևույթ է եւ հենց դա ենք ուզում տեսնել, որ մարդիկ կարող են փոխվել, մարդիկ կարող են կարեկցող լինել, մարդիկ կարող են մեկը մյուսին օգնել, մարդիկ կարող են լինել ուշադիր, մարդիկ կարող են լինել ոչ միայն իրենց սեփական առողջության մասին մտածող, այլ նաեւ կողքինի մասին մտածող։ Եվ ես այդպիսի բանաձև ունեմ, ճիշտ ասած, հայրիկից եմ սովորել, ասում էր, եթե ուզում ես լավություն անես, դու անպայման ինչ որ մի բան քեզնից պետք է կտրես։ Եթե դու ուղղակի անում ես ու դա քեզնից ոչինչ չի խլում, դա չեղավ լավություն։ Բայց երբ որ մենք հաղորդում ենք, նկարում ու պատմում ենք, որ կան մարդիկ, որոնց համար կենսական անհրաժեշտություն է ժամանակ առ ժամանակ ստանալ, ասենք, արյան բաղադրիչներ ստանալ եւ դա հնարավոր չի այդքանը գնել։ Ու դու որպես մարդ ուղղակի անանուն երբեք ոչ մեկը չի իմանա թե քո արյունը ուր գնաց, ինչ արեց, հաղորդում ես, նկարում ու բացատրում ես, որ ինչքան լավ է, եթե դու գնում ես ու օրինակ արյուն ես հանձնում մի օր։ Հանձնեցիր, գնացիր քո գործերով։ Շարժվեցիր առաջ։ Բայց մեկ մարդու կյանք փոխվում է։ Մտովի պատկերացրեցիր, որ ինչ որ մեկի կարևոր ու դու չես ճանաչելու այդ ինչ որ մեկին։ Դու չես իմանալու, բայց դու հասկանում ես, որ դու ինչ որ մեկի գուցե կյանքը փրկեցիր դրանով։ Ինչ որ մի լավ բան արեցիր, գնացիր, քեզ պետք էլ չի իմանան, որ քեզ պետք չի արցաններ կանգնեցնեն, քեզ պետք չի մեդալներ տան, բայց այդ ներքին զգացողությունը, որ դու ինչ որ մի լավ բան արեցիր, կարծում եմ հենց քեզ համար դա ֆանտաստիկ զգացողություն է։ Ու ես շատ կուզենամ, որ մեր հաղորդման միջոցով մենք այդպիսի փոքրիկ քայլերով նպաստենք մարդկանց ավելի բարի դառնալու։ Փաստորեն, եղիր առողջը այս եթերաշրջանում ոչ միայն օգնելու է հետևել առողջությանը, այլ նաև դառնալ ել ավելի առողջ հոգով ու սրտով, անելով բարություն։ Անպայման։ Իսկ մենք իմացել ենք, մեր ականջին հասել են լուրեր, որ դուք ունենալու եք գործընկեր տաղավարում, ճիշտ է։ Այո, համահաղորդավար։ Եվ իմ գործընկերը հենց այստեղ է, այո։ Մենք որոշեցինք երկուսով լինել, անհարմար հարցերը երբեմն ես չեմ կարողանում տալ, այ ինքը հարմար հարցեր կտամ։ Կամ ես շատ խիստ պրոդյուսեր ունեմ, մի քիչ առաջ իր այդ զրույցում դեմքից զգացվեց, չէ՞, շատ խիստ է։ Շատ։
Հա, ու Դե նա ապագա միլիոնատերերի հետ է նաև շփվում, դա է խնդիրը։ այո։ Հետը խոսել չի լինում։ Հետը խոսել չի լինում, ու ես որոշել եմ այնպես անենք, որ եթե ինչ-որ մի բան սխալ արած լինենք, բան ասեմ ինքն էր մեղավոր։ Հա, մեզ փաստորեն Մեզ էլ է պետք։ Նրանցից պետք է։ Հա, ձեզ էլ է պետք։ Մեզ ուղղակի շատ է։ Այնպես որ ինքը անպայման լինելու է, հիմա բանակցում ենք աշխատավարձի հարցն ենք քննարկում։ Շատ այսպես Պահանջկոտ է, Աշխատավարձը ոչինչ, թող տան ձեզ, դուք հետո ասում եմ օրը 3 անգամ պետք է կերակրեք, Դե երևում է։ 3 ապահովեք, հա, բավականին լուրջ բնակարանային պայմաններ, ավտոմեքենա, տեսնենք, եթե կանք համաձայնության երևի։ Փաստորեն հասկացանք եղիր առողջ, այս գարնանային եթերաշրջանում լինելու է ոչ միայն առողջության մասին, այլ նաև սիրո, մոտիվացիայի ու էներգիայի, որը կստանանք կադրից ձեր մեծ թիմի շնորհիվ եւ շատ գարուններ է բերում։ այո, եւ նոր գարուններ կհայտնվեն մեր կյանքում։ Շնորհակալ ենք Անչաբժիշկ։ Ես եմ շնորհակալ։ Եղեք առողջ։ Շատ շնորհակալություն։ Լավ։ Դուք նույնպես եղեք առողջ։ Իսկ մենք Շարժվենք առաջ։ Այո։